Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ներքին գործերի նախարարության որդեգրած քաղաքականությունը անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակման ուղղված աշխատանքներին։ Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Եվրոպոլի համագործակցության խորացմանը, ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության հետ փոխգործակցության ընդլայնումը, նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու Եվրոպական միության անդամ եւ հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի եւ կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներ գործոնյութերի շրջանառության եւ ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը, անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները եւ ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցոլյանի գլխավորած պատվիրակությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը եւ համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության ներկայացուցիչների, ինչպես նաեւ տարբեր քաղաքներում գործող հրշեջ փրկարարական եւ արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կառուցվածքը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ եւ Վալանս քաղաքների վարչական հրշեջ փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների եւ անձնակազմի կառավարման մեխանիզմները Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման եւ հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին եւ դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ փրկարարների եւ կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական եւ քաղաքային հրշեջ փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մի շարք քննարկումներ են տեղի ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, ինսարակ քոփ թիմերի եւ շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։ Այցի ավարտին պատվիրակության անդամները եղել են ջրափրկարարական ջոկատում, տեղում ուսումնասիրել տեխնիկական հագեցվածությունը, հետևել ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման եւ անօդաչու թռչող սարքերով հետախուզական աշխատանքների իրականացման ընթացքին։ Փորձի փոխանակման շրջանակում նման միջոցառումները նպաստում են ոչ միայն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի զարգացմանը, արդիականացմանը եւ միջազգային լավագույն փորձի կիրառմանը։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։